Միջև օրակարգին անցնել է մի քանի հանձնարարական տեսչական ստուգումների վերաբերյալ արդարադատության նախարարին, ֆինանսների, արտակարգ իրավիճակների, առողջապահության, տնտեսական զարգացման եւ ներդրումների, տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության եւ գիտության, բնապահպանության, էներգետիկ ենթակառուցվածքների, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, պետական եկամուտների կոմիտեի նախագահին, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին։ Յուրաքանչյուրը իր մասով Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին ՀՀ օրենքով նախատեսված տեսչական ստուգումները իրականացնելիս առաջնորդվել տեսուչ տնտեսվարող սուբյեկտ համագործակցության սկզբունքով, որի արդյունքում տեսուչը առավելապես պետք է դիտարկվի ոչ թե որպես վերահսկող, այլ աջակցող, պետք է խորհրդատվություն եւ կանխարգելիչ միջոցառումներ առաջարկել, խրախուսել եւ օգնել տնտեսվարող սուբյեկտին իր գործունեությունը սահմանված պահանջներին համապատասխանեցնելու հարցում։ Համագործակցության ձևավորման համար մշակել եւ ներդնել հետադարձ կապի ապահովման մեխանիզմներ։ Խոսքը ինչի մասին է։ Տեսուչը իր գործունեությունը կատարելու ժամանակ պետք չի ընդունվի որպես կառացել, որպես պատժող, որպես տուժուտուգանք դնող, որպես եւ այլն։ Առաջի այցերը, որոնք որ կազմակերպելու են մեր տեսչական մարմինները, ինչ ենք հատուկ հնչեցնում, որպեսզի ստուգողները, պոտենցիալ ստուգողները լսեն, լինելու է առաջարկություն, ինչ պետք է իրենք անեն, որպեսզի համապատասխանեն այն նորմերին, որը դրված է։ Տրվում է ժամկետ իրենց, որպեսզի իրենք իրենց բացթողները լրացնեն։ Եթե չեն լրացնում, նոր մենք կիրառում ենք օրենքի համապատասխան կետերը։ Երկրորդ հանձնարարականը արտահանման խթանման վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն հայկական արտադրանքի, մասնավորապես սննդամթերքի եւ գյուղմթերքի արտահանման խթանման նպատակով հանձնարարում եմ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին, արտաքին գործերի, առողջապահության եւ գյուղատնտեսության նախարարությունների հետ համատեղ քննարկել եւ 5 օրյա ժամկետում սահմանված կարգով ներկայացնել վարչապետի որոշման նախագիծ այս նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին։ Աշխատանքային խմբին աշխատել իրանական կողմի հետ Իրանի շուկա ՀՀ արտադրանքի արտահանման համար բոլոր անհրաժեշտ թույլտվությունների ապահովման նպատակով Հայաստանում համապատասխան կառույցների ստեղծման ուղղությամբ, որպեսզի ՀՀ արտադրանքը համապատասխանի Իրանի Իսլամական Հանրապետությունում պահանջվող չափորոշիչներին եւ Իրանի շուկա մուտք գործի ջուրացված կարգով։ Աշխատանքային խմբի ղեկավարին մինչև դեկտեմբերի 25-ը ներկայացնել կատարված աշխատանքների մասին հաշվետվություն։ Կարծում եմ հանձնարարականը պարզ է։ Երկու խոսքով մեկնաբանեմ, ունենք հարևան մեծ շուկա, այդ շուկան ունի մեծ պահանջարկ, այդ պահանջարկի մեջ մենք զբաղեցնում ենք չնչին տոկոս, ելնելով դրանից միշտ շուկան է և սպառողն է թելադրում, թե ինչ ձևի, ինչ որակի, ինչ հայտանիշներին պետք է մեր արտադրանքը համապատասխանի, այդ իսկ պատճառով կարծում եմ, եթե մենք այստեղ էֆեկտիվ աշխատենք, կարող ենք այդ շուկայում մեծ մասնաբաժին, մեր մասշտաբներով զբաղեցնել։ Միաժամանակ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին եւ պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարում եմ շահագրգիռ մարմինների եւ ձեռնարկատերերի հետ համատեղ քննարկել Իրանի սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի հիմնելու հնարավորությունները եւ մինչեւ դեկտեմբերի 25-ը ներկայացնել առաջարկություն։ Չորրորդ հանձնարարականը աշխատակազմի ղեկավար նախարար պարոն Հարությունյանին էլեկտրոնային եղանակով լիցենզիաների տրամադրման վերաբերյալ տնտեսվարող սուբյեկտների եւ պետական մարմինների շփումը կրճատելու նպատակով իրավաբանական անձանց էլեկտրոնային եղանակով լիցենզիաներ տրամադրելու հանձնարարականի ուսումնասիրության արդյունքները հաշվի առնելով հանձնարարում եմ 3 շաբաթվա ընթացքում ներկայացնել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի համաձայն իրավաբանական անձանց տրվող լիցենզիաները կտրամադրվեն բացառապես էլեկտրոնային եղանակով։
Առաջարկում եմ բացառություն սահմանել միայն Պաշտպանության նախարարության եւ Միջուկային անվտանգության պետական կոմիտեի կողմից տրվող որոշ լիցենզիաների համար։ Հաշվի առնելով, որ դրանք պարունակում են պետական գաղտնիքի տարրեր։ 5-րդ հանձնարարական ներդրումային ծրագրերի վերաբերյալ։ Կարծեմ այսօր տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում ձևավորվել են ներդրումային ծրագրերի ներկայացման միասնական հարթակ։ Հրավիրում ենք բոլոր գործընկերներին, ովքեր ունեն ներդրումային ծրագրեր, ներկայացնել դրանք ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն։ Նախարարության էլեկտրոնային կայքում արդեն իսկ տեղադրած են ներդրումային ծրագրերի լրացման միասնական ձևաչափերը, դրանք տրամադրելու հասցեները եւ պատասխանատու մասնագետների տվյալները։ Հանձնարարում ենք Հանրապետության գործադիր մարմինների ղեկավարներին եւ մարզպետներին 1 ամսյա ժամկետում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն ներկայացնել արկա ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումային ծրագրեր։ Սա չի նշանակում, որ 1 ամիս հետո եթե նոր ներդրումային ծրագիր լինի, պետք չի ներկայացնել, բայց այս 1 ամսվա մեջ պետք է ամփոփել բոլոր ուժերը, կենտրոնանալ, որպեսզի լուրջ նյութ տրամադրել։ Երկրորդը Առաջարկում եմ Երևանի քաղաքապետին, ՀՀ արդյունաբերական պալատին եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությանը 1 ամսյա ժամկետում տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն ներկայացնել արկա ներդրումային ծրագրեր նույն ձևով։ Երրորդը Հանձնարարում եմ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին ամփոփել ներկայացված ներդրումային ծրագրերը ընտրված իրատեսական ծրագրեր ներկայացնել օտար երկրապետություններում պոտենցիալ ներդրողներին եւ երամսյակի կտրվածքով ներկայացնել տեղեկատվություն իրականացված աշխատանքների եւ արդյունքների վերաբերյալ։ Հանձնարարականը շատ դիսկրետ է 1 ամսվա մեջ ներկայացնել, 3 ամսվա մեջ ամփոփել, բայց այս աշխատանքը անընդհատ աշխատանք է։ Այս կոչը վերաբերում է բոլոր բիզնեսմեններին, գործարարներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այնպես չէ որ բիզնեսմենը չի կարող այս առաջարկությունը ներկայացնել։ Գաղափարը ինչու՞մն է։ Գիտեք, որ մենք մեր ծրագրի մեջ նախատեսել ենք ստեղծել հատուկ խրախուսման ֆոնդ, որով որ բիզնեսին պետք է աջակցենք։ Կարծում եմ, որ մենք լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու հնարավորությունը միշտ ունեցել ենք եւ կունենանք։ Մեզ պետք են ծրագրեր, որոնք որ կտան մաքսիմալ էֆեկտ եւ որոնք որ հիմնավոր են, որպեսզի կարողանանք այդ աղբյուրները ներգրավել։ Եվ վերջի դիտարկումը, միջև օրակարգին անցնելը, դա վերաբերում է տեղական արտադրողներին, մասնավորապես վերջերս Երևանի գարեջրի գործարանի հետ կապված տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշման մասին։ Հանձնաժողովը օրենքով ստեղծված անկախ մարմին է եւ կառավարություն ազդեցության լծակներ այստեղ չունի։ Բայց դա չի զրկում մեզ կարծիք արտահայտելու հնարավորությունից։ Ուստի պարոն Շոաբոյանին եւ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին հորդորում ենք իրենց ջանքերը կենտրոնացնել առաջի հերթին առաջնային սպառման ապրանքների շուկային, որի վերաբերյալ հասարակությունից հնչող մտահոգությունները ավելի շատ են։ Դա շատ ավելի առաջնահերթ խնդիր է, քան գարեջրի արտադրության բնագավառը, որտեղ շուկայում կան մեծ թվով գարեջուր արտադրողներ եւ ներմուծողներ եւ կա լուրջ մրցակցություն։ Բացի դրանից, ես հանդիպել եմ այդ գործարարների հետ, իրենք հիմնավորում են, որ շահույթաբաժինը առավել չեն դրել եւ այդ իսկ պատճառով խնդրում եմ մաքսիմալ ուշադիր վերաբերվել այս հարցերին։